Թուրքիայի համար զարգացման առաջնահերթություն պետք է լինի Եվրամիության հետ ինտեգրումը, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը։ Խոսելով ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցած գիտական համաժողովին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիայի կողմից վերջին տասնամյակում արձանագրված զարգացումը հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ Եվրամիության անդամակցման գործընթացի։ Մենք շնորհակալ ենք այդ գործընթացի համար եւ կարծում ենք, որ այն անհրաժեշտ է վերակենդանացնել, քանի որ այն միակ ճանապարհն է օրենքի գերիշխանության, ժողովրդավարության եւ ամուր պետականության կառուցման համար։ Վերլուծաբանների կարծիքով վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն շեղվել էր նախկինում դեպի Եվրամիություն բռնած իր ուղուց, վտանգելով երկրի ներսում ժողովրդավարությունն ու կայունությունը։ Նախկինում Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Էթյեն Մահչուպյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությանն անհրաժեշտ է հասկանալի լինել իր երկրի քաղաքացիների համար։ Մարդիկ ակնկալում են, որ կառավարությունը երկու ոտքի վրա կքայլի, որի մեկ ոտքը նահաբեկչության դեմ պայքարն է, իսկ մյուսը բնակչության համար դրական քայլերը։ Ամերիկյան Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերն ընդգծում է, որ ներկայումս Թուրքիայի համար կարևորագույն խնդիր պետք է լինի կայունության պահպանումը։ Կայունության խնդիրը առաջնահերթ ուղղություն է լինելու։ Թուրքիայի փոխվարչապետը նշում է, որ Թուրքիան մտադիր է կատարել Եվրամիության բոլոր պահանջները անկախ վերջնական արդյունքից։ Եթե մենք կատարենք բոլոր պարտավորությունները եւ չդառնանք Եվրամիության անդամ, այլ դառնանք Նորվեգիայի կամ Շվեյցարիայի նման, ապա միևնույն է բոլորը շահում ենք։ Գաղթականների ճգնաժամի հետևանքով սկսած իրադարձությունների արդյունքում Եվրամիության երկրների եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կրկին սերտացան, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղի։ Վերլուծաբանների կարծիքով Թուրքիայի բոլոր հարևանները, այդ թվում Հայաստանը, զգալիորեն կշահեն սահմանակցելով կայուն եւ զարգացած Եվրամիության անդամ Թուրքիայի հետ։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։